Գաղտնիք չէ, որ Աշոտ Տեր-Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի ընտանիքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Հանրային սերն ավելացավ հատկապես նրանց որդու Միքայելի ծնունդից հետո։ Կապույտ աչքերով բարի ու չարաճճի Միքայելի մասնակցությամբ հրապարակումները միանգամից տարածվեցին ու սիրելի դարձան։ Սակայն այս ընտանիքի ստեղծման ճանապարհը հեշտ չի եղել, նրանք երկուսն էլ ամուսնացած են եղել, այնուհետև բաժանվել են, թեև քիչ, այնուամենայնիվ երբեմն նրանք անդրադառնում են այս թեմային։ Վերջերս Սոֆյան խոսել էր Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ ամուսնության, ինչպես նաև իր նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին ու նշել. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ընտրում են մի ճանապարհ, որտեղ իրենք երջանիկ չեն։ Կյանքը այնքան կարճ է, որ կյանքին վերաբերվես որպես սևագրություն։ Ես գտնում եմ, որ ամեն օրը կարող է լինել քո վերջին օրը։ Առողջ էգոիզմը ճիշտ է, որովհետև եթե դու դժբախտ ես, հնարավոր չի, որ քո կողակիցը կամ քո երեխաները լինեն երջանիկ։ Ես երկար ժամանակ փախչում էի ու մեկ օրվա մեջ չեմ որոշում կայացրել։ Ես այն մարդը չեմ, ով կարող է ապրել հոսանքով։ Մեծամասամբ երբ դիտարկում եմ, երբ վաղ հասակում են ամուսնանում, չի հաջողում, որովհետև դու այդ ժամանակ չես ճանաչում ինքդ քեզ ու բոլորովին պարտադիր չի, որ լինեն լուրջ խնդիրներ, կամ կողքինդ քեզ նեղացնի, կամ լուրջ ընտանեկան դրամաներ լինեն։ Մեծանում եք եւ հասկանում ես, որ լրիվ տարբեր եք, տարբեր հայացքներ ունեք, երկար ժամանակ է անցել։ Մտածում էի չխոսեմ, որ չնեղացնեմ իմ նախկին ամուսնուն, Նարեկին։ Նա շատ լավ մարդ է, եթե մարդիկ բաժանվում են, չի նշանակում մեկը լավն է, մյուսը վատ, դրա համար են բաժանվել։ Սոֆյան նաև նշել էր, որ իր եւ նախկին ամուսնու անձնականում մոտ 2 տարի ամեն ինչ քանդված է եղել, եւ այն խոսակցությունները, թե Աշոտը եկավ եւ Սոֆյան բաժանվեց, իրականությանը չեն համապատասխանում։ Դերասանուհին նաև նշել էր, որ բաժանվելուց հետո ոչ ոք, անգամ իր մայրն ու քույրը չեն իմացել, որ ինքը բաժանվել է։ Ըստ Սոֆյայի, ինքը այդպես է վարվել ճնշումներից խուսափելու համար։ Աշոտն էլ վերջերս խոսել էր իրենց հարաբերությունների սկզբնական շրջանի, ինչպես նաև դստեր հետ շփում չունենալու մասին ու ընդգծել. Իմ եւ Սոֆյայի հարաբերությունների սկզբում բնականաբար չէինք կարող բարձրաձայնել, որովհետև մարդիկ նախ պետք է իրար ճանաչեն։ Մեր մտածելակերպը մի քիչ այլ է։ Հասնեինք ինչ-որ մի մակարդակի, հետո նոր հրապարակեինք։ Ամեն դեպքում հանրային դեմք լինելով հանդերձ չես կարող լրիվ մեկուսանալ։ Դրական էմոցիաները ինձ համար ավելի կարևոր են, որ մնան մեր ընտանիքի տիրույթում, դա ներանձնական է։ Ես սիրում եմ իմ ընտանիքին, կնոջը, բալիկին, բայց այդ հրապարակայինը չի հաստատում քո իսկական վերաբերմունքը քո ընտանիքի հանդեպ։ Մեր հասարակությունը մի քիչ սուր է նայում այդ ամեն ինչին, կնոջ բաժանվելուն, բայց եթե ընտանիքում չկա սեր, փոխադարձ հարգանք, ինչու կինը իրավունք չունի որոշելու, որ ինքը չի ուզում դժբախտ ապրել։ Իհարկե ամուսնալուծությունը լավ չի, բայց գուցե ամուսնանալուց առաջ պիտի այնքան հասուն լինես որոշում կայացնելու համար, որ հետո չկանգնես նման հարցերի առաջ։ Այդ բարդ ծանր մթնոլորտում խեղվում են նաև երեխաների ճակատագրերը։ Դրա համար քայլ անելուց առաջ ես կարծում եմ շատ լուրջ է պետք մոտենալ այդ հարցին։ Թող ոչ մեկին չթվա, թե մեր մոտ ամեն ինչ շատ հարթ է, վեճեր, տարաձայնություններ լինում են, բայց կա մի կարևոր բան. մարդիկ պիտի սիրեն իրար, ուզենան պահել ընտանիքը, սիրուց է բխում այդ ամեն ինչը, որովհետև երբ ամուսնանում ենք ու երեխաներ ենք ունենում, դադարում ենք միայն մեզ համար ապրել։ Մենք ավելի հասուն ու գիտակից տարիքում ենք ծանոթացել, սկզբում մեր մտքով էլ չի անցել, ուղղակի որպես գոլեգաներ շատ ժամանակ ենք իրար հետ անցկացնում, տեսնում ես մարդուն, մտածելակերպը, պահվածքը, իր մարդկային տեսակը, այդտեղ կեղծել չի լինում։ Դա եղել է ինքնաբերաբար, ես հատուկ ինչ-որ բաներ չեմ արել, ես միշտ կանանց հանդեպ ունեցել եմ հարգանք, այնքան ազնվություն եմ ունեցել, որ եթե անգամ ինչ-որ բան էլ եղել է, չեմ փորձել ավելի զարգացնել, այդ զսպվածությունը եղել է իմ մեջ, մինչև չեմ հասկացել, որ Սոֆյայի մոտ էլ ինչ-որ բան կա եւ ինքը այնքան համարձակություն է ունեցել, որ որոշում է կայացրել եւ ամուսնալուծվել է, երկուսիս կողմից էլ այդ զսպվածությունը եղել է։ Աշոտը առաջին ամուսնությունից դուստր ունի եւ խոսելով նրա մասին նշել էր. այս պահի դրությամբ չունենք կապ, իմ աղջիկը իմն է։ Ուղղակի հիմա ես այդ թեմայի շուրջ չեմ ուզում խոսել, որովհետև լիքը բաներ կան, որոնց պետք է պատասխանել, թե ինչու է հիմա այսպես, ինչու կապ չունեմ։ Պետք է բարձրաձայնեմ լիքը բաներ, սրանք չեմ ուզում անել։ Դա կարող է վնասել իրեն, վնասել ինձ։ Ինքը իմն է եւ այս անդունդը վերանալու է, չգիտեմ երբ, բայց երբ ինքը արդեն գիտակից տարիքում կլինի, ես վստահ եմ, որ ինքը ինձ կհասկանա, նշել էր դերասանը։ Շատ ամեծացել։ Լավ, սարսափած հայ։
լինում է։ Դրա համար եմ ասում, մի այդքան վիզը կտրած հավարա։ Այս այնց խառնը շփոթում ես, ոչ մի չի հասկացում։ Էլի անհանգստացած ես։ Թող հիմա ինչ ես անում, թող գնամ։ Թող թե չէ կգոռամ, աչքերի մեջ նայելով։ Ավելի շատ շնչառությունով։ Տակից, բրդից, ման։ Ինձ ասում։ Հիմա տակից վայրամտել փորձ։ Հիմա սվուկը հիմա հասկացեք նոր։ Այդ նավը գտեն իրական մարդասպանում։ Չէ՞ զանգել։ Չես ֆլեշբեկը։ Մենք երևի Կներեք էլի, մեծամեծերի առաջ եք սենց ծնկել։ այո, Ամբողջ մեծությունա նստած։ այո, Հայր Հակոբյան, Բողոսյան։ Ջրիկների հավաքածու ամի խոսքով։ Ոչ մեկը տենան սխալական չէ, բոլորը տեղ սխալներ է գործել ու շարունակում է գործել։ Մանրին քույրն է։ Ինքը հիմա թերապիայի հաջախվում ու փորձում ազատվել է կապվածությունից։ Ես ձեզ արգելում եմ խաղամոլ բառը ստանալ օգտագործել։ Եթե որևէ մեկը կհամարձակվի մանեին խաղամոլ անվանել իմ հետ խոսում են, հետո չասեք կանա չի։ Դες կապորավար կապցեք։ Դուք էի պարում է չսեք։ Են վերևինը արցակած չէ, արդյունա։ Արցակած է։ Հա, չեր երևում այդ։ Կարանք, հա։ Ջիմի ես էլի կգա։ ես էլի եմ Դե փորձի գրուխ։ Լավ։ Արսեն, արթնացի։ Հանգստացի։ Ապրես։ Այդ